Թրիփի նախագծում Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության քննարկումներ չկան, ազգային ժողովում ասաց Ռուբեն Ռուբինյանը։ Ավելի վաղ Թրիփի նախագծի քննարկումներին մասնակցելու պատրաստակամության մասին հայտարարվել էր Մոսկվայից։ Անդրադառնալով Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Ակբար Վելայաթիի հայտարարությանը, թե Թրիփը նույն Զանգեզուրի միջանցքն է, ազգային ժողովի փոխնախագահն ասաց, Հայաստանի տարածքով չի կարող անցնել արտատարածքային միջանցք, սա եւ Հայաստանի եւ Իրանի կարմիր գծերն են։ Իրենց շահերը հաշվի առնված են եւ այս առումով շատ կարեւոր է նշել, որ Իրանի արտգործնախարարությունը, այդ թվում Իրանի արտգործնախարարը բազմիցս նշել է, որ այս նախագիծը իրենց կարմիր գծերը հաշվի առնում է եւ նաեւ հնարավորություններ է ստեղծում իրենց համար։ Ես կարծում եմ, սա ուժի մեջ է։ Ռուբինյանը շեշտեց, Թրիփը բիզնես նախագիծ է, գործելու է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության իրավազորության ներքո։ Մենք կարող ենք ասել հետևյալը, որ բացառվում է Հայաստանում լինի որևէ նախագիծ, որը կհակասի Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ չի լինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո։ Մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը եւ Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են։ Ներքաղաքական հարցերից անդրադառնալով Գարեգին Բ-ի հեռացմանը Ռուբինյանը նկատեց. Հավանաբար կաթողիկոս ասելով նկատի ունեք Կտիչ Ներսյանին։ Հավանական չեմ համարում, որ Կտիչ Ներսյանը որևէ ձև ունի իր ձևով կամ այլ ձևով որևէ ձև ունի մնալու կաթողիկոսական գահին, որովհետև ինքը չի կարող մնալ այդ գահին։ Ես կարծում եմ ինքը կհեռանա քրիստոնեաբար։ Ռուբինյանը խոսեց նաև 2026-ի խորհրդարանական ընտրությանն ընդառաջ Եվրամիությունից Հայաստանին տրամադրվող աջակցության մասին։ Տեսնում ենք հավանականություն, որ կարող է լինել միջամտության փորձ, ապա տեղեկատվական արշավներ են տեղի ունենում մեր լրատվական դաշտում։ Չեք տեսնում օրինակ, որ բացվում են կայքեր, բառից բուն իմաստով, ասենք 2 օր կայք է բացվում, մի հատ անգլալեզու, որտեղ ինչ որ սենսացիոն ֆեյք լուր են գրում, օրինակ, չգիտեմ, Փաշինյանը Կանադայում տուն է գնել։ Եվրամիությունն ունի գործիքակազմ պայքարելու հիբրիդային հարձակումների դեմ եւ պատրաստ է դրանցով կիսվել Հայաստանի հետ։ Այստեղ որևէ միջամտության հարց չի կարող լինել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի, որովհետեւ սա փորձի փոխանակման շրջանակներում է տեղի ունենում, իսկ ընդդիմադիր գործընկերներին ներքին միջամտության տեսանկյունից ես կուզենայի, որ դուք հարցնեիք արդյոք օրինակ ռուսաստանցի օլիգարխի միջամտությունը Հայաստանի ներքին քաղաքական կյանքին ինչ գնահատական դրան կտան։ Խանդանյանի խոսքով Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումները ոչ միայն դրսից են լինում, այլև ներսից։ Ռուսական պետական հեռուստաալիքների բովանդակությունը, եթե Ռուսաստանի մասին ենք հիմա խոսում, բայց ես չեմ պատմում, որ միայն Ռուսաստանից են գալիս այդ սպառնալիքները, բայց երբ որ նայում ենք ռուսական պետական հեռուստաալիքների եւ հայտնի դեմքերի մտքերը եւ արտահայտությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Հայաստանում ժողովրդավարական գործընթացների նկատմամբ, այո, կարող ենք արձանագրել, որ դա եւս հիբրիդային կամ Հայաստանի ժողովրդավարության դեմ ձեռնարկված որևէ քայլ է։ Խանդանյանը եւս անդրադարձավ Թրիփին, ասաց այն շարունակում է մնալ ենթակառուցվածքային նախագիծ, որոշ առումով բիզնես նախագիծ։ Ինչ վերաբերում է իրանական ընկերությունների ներգրավմանը ճանապարհների կառուցմանը, նա նկատեց. Այս պահին նման հարցեր չեն քննարկվում, որովհետև այս պահին առայժմ քննարկվում է իրավական շրջանակը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև պայմանագրի եւ կոնսորցիումի ստեղծման վերաբերյալ, այնուհետև բոլոր հարցերը պետք է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև կոնկրետ Թրիփ նախագծի վերաբերյալ կոնսենսուսով որոշվել, բայց նաեւ նշեմ, որ Իրանը այլ ենթակառուցվածքային ծրագրերում ներգրավված է Հայաստանում, օրինակ Սյունիքի մարզում լուսարավ ճանապարհի շինարարության մի հատվածում։ Խանդանյանը շեշտեց, Թրիփի համատեքստում նպատակահարմար չէ խոսել նաև ՆԱՏՕ-ի ֆիզիկական ներկայության մասին։ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ ունի գործակցության որոշակի շրջանակ, բայց հավանականություն չունի դրան անդամակցելու։ Նա ևս անդրադարձավ Թրիփի նախագծում Ռուսաստանի հնարավոր մասնակցությանը։ Թրիփ նախագիծը երկկողմ նախագիծ է, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցություններ ընթանում, հետագայում որևէ կողմի, որևէ ընկերություն լինի, պետություն լինի, դրա ներգրավման հարցերը հետագայում են քննարկվելու, ինչպես խաղաղության Վաշինգտոնյան հռչակագրում է նշված, կողմերի համաձայնությամբ, այսինքն կոնսենսուսով, ես դա հավանական չեմ համարում։
Ըստ Խանդանյանի թրիփի գործարկումը ավելի ուշ կլինի, 2026-ին կսկսվի նախագծումն ու շինարարությունը։ Մերի Խաչատրյան, Արամ Հարությունյան, լուրեր։